Մեր երկիրը առաջին անգամ է անցկացնում սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնություն։ Պատմական իրադարձություն է։ Հայաստանը պատրաստ է ընդունել մարզիկներին։ Մեծ պատիվ եւ պատասխանատվություն է այսօր ողջունել ձեզ Հայաստանում։ I can proudly say our Armenian friends created perfect conditions for all of us. 40 երկրից մարզիկ զենքերով ընդունելու ճանապարհը դա շատ բարդ է։ Ի պատիվ բոլոր ներգրաված կառույցների արեցինք, ստացվեց։ Everyone said, if not the best, at least one of the best European Championship. Эта мечта осуществилась. Good luck to everyone. Thank you, Armenian Federation. This is the first, but not the last. Մաղթում եմ դիպուկ հրաձգություն։ Մենք կարող ենք Հայաստան բերել հրաձգության Եվրոպայի առաջնություն։ Նախաձեռնությունը եղել է մեր կողմից։ Հայտը ներկայացնում ենք, կազմկոմիտեն հավաքում է Եվրոպայի, քննարկում են անում։ At the same time, we received another application for the same championship from the Bulgarian Shooting Union. So we invited delegations from both. Applications were, I would say, very challenging because in Bulgaria they did not organize any international shooting competitions since 90s of the previous century, and in Armenia never. Նախնական քննարկումներ եղել է Եվրոպայի կոնֆեդերացիայի ղեկավարության հետ։ We invited them both, they made presentations, and then we decided. Եվ տրվեց Երևանին հրաձգության 2026 թվականի մեծահասակների առաջնության անցկացնելու այդ իրավունքը։ Սա իսկապես պատմական իրադարձություն է, որովհետև առաջին անգամ է, որ հյուրընկալում ենք հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Սա պահանջում է միջկերատեսչական ջանք, պահանջում է տարբեր մարմինների համակարգված աշխատանք եւ ինչքան ավելի հաճախ ու ինչքան ավելի բարձր որակով ենք մենք դրան կազմակերպում, Հայաստանը ամրապնդում է իր դիրքը սպորտային քարտեզում։ Հայաստան եկան 39 երկրի թիմեր, մասնակցում էին 354 մարզիկ։ Եվրոպայի առաջնությանը խաղարկվեց 70 լրակազմ մեդալներ։ Ստեղ մի հատ այնց լավ բանի ինքս ականատես եղա, որ այս բոլորով, որ իրար հետ ենք, բոլորս նույն բանն ենք անում։ Մենք ծանոթացել ենք բեքգրաունդի հետ եւ իրար հետ ախտարել ենք բոլոր բարդությունները եւ հասանք նրան, որ բավականին լավ միջոցառում կազմակերպեցինք։ Հրաձգության առաջնությունը, քանի որ մենք առաջի անգամ էինք Հայաստանում տեսնում ու բավականին սպეციფიկ կազմակերպչական հարցեր կային, որոնք որ շատ մանրակրկիտ մենք Եվրոպայի ֆեդերացիայի, Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ ամբողջը վերցանեցինք եւ կարծում եմ մենք կարողացանք ապահովել բոլոր այն մանրունքները մեր գոլեգաների, գործընկերների համար եւ դրա մասին վկայում են մեր մարզիկների ժպիտները եւ մարզիչների գոհ եւ ուրախ դեմքը, որ երբ որ իրենք մտնում են տարածք աշխատելու։ Հրաձգությունը բազմաթիվ առանձնահատկություններ ուներ եւ ակնհայտ է, որ օրինակ այնպիսի հարցեր, ինչպեսին զենքերի ներմուծումն է, այնուհետեւ այստեղ անհրաժեշտ պահպանությունն է, առաջնության համար դրանց պատրաստումն է, շատ յուրահատուկ է դարձնում հրաձգության առաջնության կազմակերպման համար պահանջվող ջանքը։ During these 2 years we were in permanent contact with the Armenian Federation. We managed to
create personnel, a group of people capable to be referees or jury members at the European Championships. We also had the chance to meet the minister, to see the facility, and all together, I think we have done a very good job. Very well organized, great opening ceremony, great competition, the equipment, the referee, the jury, but also the volunteer. The volunteers was fantastic with a beautiful smile and support this event. Really appreciate very, very much. Սպորտային միջոցառումներին պետք է նաև վերաբերվել որպես ուրախ միջոցառում եւ դրա համար մենք մեր բրենդինգի մեջ հետաքրքիր գունաբաժանում ունենք, նաև կարող ենք տեսնել մեր զվարթոցից ոգեշնչված տարբեր նշաններ, մեր քաղաքի Երևանի տարբեր պատկերներից վերցրած տարբեր ճարտարապետական լուծումներ եւ այդ ամբողջը համեմելով մենք եւ վիդեոնյութերի մեջ եւ տպագրական նյութերի մեջ փորձեցինք մարդկանց ներկայացնել, որ ավելի աչքներին գրավիչ լինի մեր բրենդավորումը։ Քանի որ հրաձգությունը ինքնին բավականին թանկ սպորտաձև է, հրաձիգներն էլ իրենք համես ժողովուրդ են, շքեղ բացումներ Եվրոպայում ես անձամբ եկել եմ բազում մրցաշարերի երբեք չեմ տեսել։ Իրենք ասում են, որ մեր մոտ այդ սպորտային միջոցառումներին բացման արարողություններին ուշադրություն չեն դարձնում, իսկ մեր մոտ sense շատ հստակ մենք միշտ ուզում ենք, որ մի գեղեցիկ, մի լավ երեկո տրամադրել դրան։ Մենք այդպես շոուն այնպես ենք սարքում, որ ինքը լինի միջազգային լեզվով։ Մեր բացման արարողության կոնցեպտի հիմքում ընկած էր փամփուշտի ճանապարհը մինչև թիրախ եւ դրա զուգահեռը տարանք մարդու ճանապարհը մինչ իր նպատակը։ Ես եկա։ Ցույց տվեցինք եւ մեր գանձերը, ցուցադրեցինք մեր մանրանկարչությունը եւ մեր գիտությունը եւ մեր մշակույթը։ Ավարտումում է ու իրանք հասկանում են, որ իրանք արդեն ծանոթացան մեր մշակույթին, բայց իրենց համար շատ մատչելի լեզվով։ Միշտ նպատակային է, որպեսզի ցույց տանք Հայաստանը շատ պատշաճ, լավ կերպով։ We have a very prominent person here, Roberto Di Donna, coach from Italy, Olympic champion and legendary person. He said that it was the best opening ceremony he ever witnessed. Հրաձգությունը ունի 16 օլիմպիական ձևեր, որոնցից 6-ը օդամաղիչ ձևերն են։ Մեր Եվրոպայի առաջնությունը հենց օդամաղիչ ձևերի Եվրոպայի առաջնություններ հրացան ատրճանակ, օդաճնշիչ ձևերի, որոնք իրենք էլ մրցած ձևեր ունեն։ Օրինակ հրացանի տղաների ինդիվիդուալ պայքարը դե թիմային է, դա հետի հաշվարկ, սոլո, տրիո, ունենք ատրճանակը նույն ձև եւ շարժվող թիրախը իր բոլոր մրցած ձևերով։ Շատ լարված պայքարեր, մրցակցությունն ապահովված է мишт. Сильнейшие приехали, и каждая страна имеет очень хороших, опытных стрелков. Ամենաշատ մեդալների քանակով արդյունքները գրանցել են Նորվեգիայի հավաքականը, Հունգարիայի հավաքականը, Ուկրաինայի հավաքականը. It feels really good to be the first winners of the championship. I'm very happy. It's a good start for a competition, and you can see high level from many shooters, but we performed well today. So this is not the first time that this team is the European champion in 10-meter air pistol. So I think it's like a very good sign that we can still take this place after years. У вас дуже атмосферно. І ми ще хочемо до вас приїхати і ще будемо претендувати на медалі.
high. People are really excited to be here, and I think the level here is really great. People are shooting really good scores, so I'm just happy to be able to shoot around such good shooters and learn so much from it. Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը նվաճեց 13 մեդալ։ 11 թվականին ունեցել ենք 1 մարզիկ։ Մեր գլխավոր մարզիչ Սեյրանի Պողոսյանը իմ երազանքս է եղել 5 հոգանոց թիմ տանեմ միջազգային մրցելու։ Այսօր այդ երազանքը մեր գլխավոր մարզիչի գրեթե 5-ա պատկվել է։ Թիմը մասնակցել է 26 մարզիկ, 4 մարզիչով։ Գոհ եմ, լավ են մասնակցել։ Ասեմ, որ Եվրոպայի շատ ու շատ երկրներ ունեն հազարավոր հրաձիկներ, իսկ Հայաստանում մենք ունենք ընդամենը մոտ մի 150 մարզիկ, որից ընտրել ենք լավագույններին։ Հնչեց մեր հիմնը, բարձրացավ մեր դրոշը, բոլորս պատվաբեր իրավիճակներում հայտնվեցինք։ Մի քանի թիմ կա, որ ունի նման չափ մեդալ, որոնցից մեկը մենք ենք։ Շատ նշանակալից է քո երկրում լինել Եվրոպայի չեմպիոն։ Ես Եվրոպայի առաջնություններից ունեմ մոտ մի 10 մեդալ, բայց այս երկուսը ավելի կարևոր են, քանի որ վաստակել եմ իմ հողի վրա։ Իրականում այս մեդալը լիներ առաջին, երկրորդ, թե երրորդ, այս դեպքում ոսկի մեդալի չափ արժեք ունեն։ Հենց սկսեցին մեկնաբանել հայերենով։ Հասկացա, որ ես գտնվում եմ տանը իմ հարազատ հողում, ճիշտ ասած մի քիչ լարվածությունը այդտեղ ավելացավ։ Կարողացանք առաջին հորիզոնականը զբաղեցնել եւ Հայաստանում հնչեցնել Հայաստանի օրհներգը։ Մեր մարզիկներին տալիս է վստահություն, որ իրենք կարող են հենց իրենց երկրում մասնակցել առաջնությանը եւ դառնալ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ, ու տեսնում եք, որ դա հրաձգության դեպքում էլ բարեբախտաբար տեղի ունեցավ, չեմպիոններ ունենք։ Եվրոպայի առաջնությանը մենք ձեռք ենք բերել 4 ոսկե մեդալ, 8 արծաթե մեդալ եւ 1 բրոնզե մեդալ։ Ես անկեղծ ասած լսում եմ միայն դրական կարծիքներ կազմակերպման որակի, տեխնիկական հարցերի բոլոր բաղադրիչների առումով եւ սա նշանակում է, որ հաջողել ենք։ No one comes to me with problems. It means that everything is running well. The important is the athletes are enjoying and the coaches are enjoying, and I say if they are happy, we are happy. So because whatever we are doing for them. Я очень рада, что такого масштаба соревнований чемпионата Европы проводится в нашем братском государстве. Это была правда мечта. Я тоже мечтаю в своем государстве сделать такое. Мы хотим показать, что на этом свете существуют такие государства, которые могут гордиться своими достижениями спортивными и радовать наших болельщиков. Very well organized. First time, surprise, great surprise, very good. Congratulations, Armenia. Thank you, of course, Prime Minister that attended this meeting. Was a dream before, came true. Շատ բարձր մակարդակին կանցկացրել, շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին։